Պարոն Թումասյան, այսօրվա ձեր պատարագի մասնակցելու մասով կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, տպավորությունները, ինչ տեսակին զգացիք եւ նաեւ ինչով էր այս պատարագը կարեւոր, ըստ ձեզ ծառայեց իր նպատակին, որովհետեւ օրինակ Մայր աթոռից հայտարարություններ ենք լսում, որ այս պատարագը չի կարելի համարել պատարագ, որովհետեւ կարգալույծ արված քահանան է այն մատուցում եւ նրա ձեռքից այդ անգամ հաղորդությունը վերցրած չի կարելի, այսպես ասած վավեր համարել եւ այսպես շարունակ։ Դուք այսօր ինչ տեսակին զգացիք եւ ինչպիսի տպավորություն Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին այսօրվա օրվա կապակցությամբ, որովհետև սա պատմական օր է, մեր եկեղեցու ազատագրման գործընթացը հենց այս բառապաշարով այսօր վարչապետը նաև ուրեմն հայտարարություն արեց առավոտվանից եւ ես կիսում եմ ամբողջությամբ հենց իր բառերը, որ ազատագրման գործընթացը մեկնարկվեց այստեղից եւ այս պատարագը, որը մենք տեսանք, թե ինչքան ջերմ մթնոլորտում շատ բազմամարդ իրավիճակում տեղի ունեցավ, որտեղ որ նաև Տեր Արամ Քահանա Ասատրյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին, որ ազատ խոսքի հնարավորություն կա պետությունում եւ առհասարակ պահպանվում է կրոնական ազատությունը, ուրեմն մենք տեսանք ժողովուրդը հավատացյալ ինչպես ընդունեց դա ծափահարություններով ամբողջ եկեղեցու եւ եկեղեցու դուրս գտնվող ժողովուրդը սրանով ապացուցվեց, որ նաեւ եւ ինչպես նաեւ մնացած հոգեվոր դասի մասնակցությամբ, որ կարգալույծ արված չէ Տեր Արամ Քահանա Ասատրյանը եւ ոչ Կտրիչ Ներսյանը, ոչ էլ իր փոքրիկ խմբակը հնարավորություն կարգալույծ անելու արդար քահանաներին չունի եւ ժողովուրդը այսօր իսկ եկեղեցին դա հավատացյալ ժողովուրդն է, որին պետք է սպասարկի հոգևոր դասը, եկավ եւ իրան սպասարկեց Տեր Արամ Քահանա Ասատրյանը, ուստի ժողովուրդը այսօր դրանով ցույց տվեց, հավատացյալ ժողովուրդը, որ ինքն է եկեղեցին եւ ինքը պաշտպանելու է եկեղեցին, մենք հենց այդ նպատակով ենք այստեղ։ Այսօրվա բազմամարդությունը նաեւ ինչի մասին է խոսում, պարոն Թումասյան, եւ կարող է սա ազդակ լինել օրինակ կաթողիկոսի համար, որ իսկապես այս հավաքված հանրությունը նաեւ կողմ է այն օրակարգին, ինչը գիտենք սատարում է օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսինքն իր հեռանալուն։ Այսօրվա բազմամարդությունը ամեն դեպքում ինչի մասին է խոսում եւ սա կարող է ազդակ հանդիսանալ։ Իհարկե, այսօրվա բազմամարդությունը խոսում է նրա մասին, որ ժողովուրդը շատ լավ գիտակցում է ինչ է տեղի ունենում, աջակցում է այս օրակարգին, շնորհակալ է նաեւ վարչապետին, երկրի ղեկավարին եւ դա ես արդեն նշեցի, որ մի քանի անգամ ապացուցվեց արարողության ընթացքում եւ բացի դրանից պետք է հստակ ասել, որ վարչապետը այսօրվա իր ուղերձում առավոտյան ասաց, որ սա մեկնարկ է Մայր աթոռ Սուրբ Էջնի միածնի ազատագրման, ուստի ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ սա միայն մեկնարկն է, իսկ գործընթացը ավարտվելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրումով եւ համոզված եմ, որ վարչապետն էլ այսօր հենց այդ մթնոլորտը տեսավ, որ ժողովուրդը աջակցում է իր այս արդար պայքարին եւ ես հնարավորություն ունեցա նաեւ անձամբ վարչապետին շնորհակալություն հայտնեմ իսկ իր այս շատ կարևոր պատմական ուրեմն առաքելության համար եւ մենք անկեղծ իրան շատ շնորհակալ ենք, որովհետեւ ինքը այս բեռը վեկալել է իր վրա նաեւ առաջի հերթին եւ ազգի համար մեծ գործ է անում, այդ թվում մեր եկեղեցու ապագայի համար։ Եվ վարչապետը այսօր նաեւ հայտարարեց, որ այսօրվանից գործնական փուլ է մտնում եկեղեցին Գարեգին բից այդ ազատելու այդ process-ը վեհարանը մաքրելու այդ process-ը, ինչ հասկանալ, ինչ ասել է գործնական փուլ եւ դուք ինչպես եք դա պատկերացնում, որովհետեւ օրինակ հոգեվորականներ կան, որ արդեն հայտարարել են, եթե անգամ կաթողիկոսին ձերբակալեն, նա կալանավայրից կիրականացնի իր գործառույթները։ Այսօր Սուրբ եւ անմահ պատարագում մասնակցելու ընթացքում ուրեմն որևէ տեղ չհնչեց Կտրիչ Ներսիսյանի անունը, այս պատարագը արդեն ազատ էր Կտրիչ Ներսիսյանի այս համակարգից, ուստի սա առաջի այդպիսի պատարագն է, այն էլ շատ բարձր մակարդակով անցկացրած եւ պետության ղեկավարի մասնակցությամբ, ինչպես նաև լայնածավալ հասարակության։ Դա վառ օրինակն է, որ գործընթացը արդեն հենց կրոնական առումով սկսվել է, որովհետև տեղի ունեցավ ուրեմն պատարագ, որը չի ճանաչում Կտրիչ Ներսիսյանի իշխանությունը, այս պատարագում չի ներգրավել իրեն եւ դա միայն մի մասն է այս գործընթացի, որովհետեւ զուգահեռ դրա ոչ միայն Տեր Արամ Քահանա Ասատրյանը, այլ առհասարակ ինչպես այս գյուղի բնակչությունը, այդպես էլ հանրությունը, այդպես էլ մնացած հոգեվորական դասը մասնակցելով սրանում եւ երկրի ղեկավարությունը ես Վրաստանից գալով եւ ուրիշ հյուրերը նաեւ ուրիշ տեղերից ապացուցում ենք այն, որ ուրեմն այս արարողությունը արդեն ազատագրված է
Եվ սա առաջի քայլն է։ Ես հորդորում եմ եւ կոչ եմ անում եւ միանում եմ վարչապետի կոչին մնացած հոգեվորականների հանդեպ, որ ժամանակն է իրենք կողմնորոշվեն, իրենք ծառայում են հայկական եկեղեցուն եւ Հայաստանի պետությանը, թե օտարի շահերն են ուզում անցկացնել եւ կտրիչ ներսյանի սրբապղծային համակարգի մեջ են ուզում մասնակցել։ Ես անկեղծ հորդորում եմ իրենց, որ շուտապույտ այդ որոշումը կայացնեն, որովհետև հուսով եմ, որ արդար քահանաները այդ որոշումը կայացնելով նաև իրենց տեղը մեր ապագա մաքուր եկեղեցում պաշտպանելու են եւ ունենալու են այդ տեղը։ Ուստի ես միայն միանում եմ վարչապետի այդ կոչին։